NeuroTouch-ը ծայրամասային նեյրոպաթիայի հայտնաբերման ձեռքի շարժական սարք է, որը թույլ է տալիս օգտատիրոջը կատարել մանրաթելային նեյրոպաթիայի թեստավորումներ համաձայն Ամերիկյան դիաբետի ասոցիացիայի ուղեցույցների, որոնք ներառում են մոնոֆիլամենտային թեստավորում, վիբրացիան զգալու ունակության թեստավորում, տաք և սառը զգալու ունակության թեստավորում, ոտքի ջերմաստիճանի չափում։ Այս տեսանյութում մենք ձեզ ցույց կտանք, թե ինչպես օգտագործել սարքը։ Համոզվեք, որ սարքը լիցքավորված է։ Այն լիցքավորվում է 3 ժամում և կարող եք օգտագործել 5 ժամ։ Փոխարկեք հոսանքի ստեղնը դեպի աջ, որպեսզի միացնեք սարքը, որից հետո դուք կարող եք տեսնել հիմնական էկրանը, որտեղ բոլոր թեստավորումները համապատասխանում են ստեղնաշարին։ Դուք պետք է կատարեք թեստավորումը բուժառուի ոտնաթաթի 12 թեստային կետերի վրա, սկսած աջ ոտքից։ Բութը, առաջին մետատարսալ ոսկրի գլուխը, երրորդ մետատարսալ ոսկրի գլուխը, հինգերորդ մետատարսալ ոսկրի գլուխը, ոտնաթաթի կամարի միջային կողմը, կրունկի ստորին հատվածը։ Տաքը զգալու ունակության թեստավորում։ Սկսելու համար սեղմեք աջ ստեղնը։ Ձախ կողմում կարող եք տեսնել թեստային կետի թիվը, իսկ աջ կողմում ջերմաստիճանի 2 ցուցանիշ։ Էկրանի կենտրոնում ցուցադրված ջերմաստիճանը ցույց է տալիս մետաղի ջերմաստիճանը, իսկ ներքևում ցուցադրված ջերմաստիճանը ցույց է տալիս սենյակային ջերմաստիճանը, որով կարող եք կարգավորել մետաղի տաքության աստիճանը։ Նշեք այն ձեզ մոտ։ Մետաղը հպում ենք թեստային կետին 3-ից 5 վայրկյան։ Բուժառուն պետք է զգա անգամ նվազագույն ջերմությունը։ Մի պահեք տաք մետաղը փորձարկման կետի վրա ավելի քան 5 վայրկյան, քանի որ դա կարող է առաջացնել այրվածք։ Եթե բուժառուն չզգա ջերմությունը, բարձրացրեք ջերմաստիճանը, սեղմելով վերին ստեղնը նորից տեղադրեք մետաղը նույն փորձարկման կետի վրա։ Եթե բուժառուն զգում է ջերմությունը, ապա սեղմեք կենտրոնական ստեղնը, այնուհետև աջ ստեղնը։ Աստղանիշը ցույց է տալիս, որ տվյալները պահպանվել են տվյալ փորձարկման մեջ։ Ստուգեք բոլոր կետերը, որպեսզի համոզվեք, որ կետերից ոչ մեկը բաց չի թողնվել։ Գլխավոր մենյու վերադառնալու համար սեղմած պահեք ձախ ստեղնը։ Վիբրացիան զգալու ունակության թեստավորում։ Սկսելու համար սեղմեք ստորին ստեղնը։ Կարող եք օգտագործել 10 վոլտ որպես մեկնարկային արժեք բոլոր 12 թեստային կետերի համար։ Տեղադրեք վիբրացիայի զոնդը բուժառուի ոտնաթաթի փորձարկման կետի վրա։ Նա պետք է զգա մեղմ վիբրացիա։ Եթե բուժառուն չի զգում այն, ապա բարձրացրեք լարումը, սեղմելով վերին ստեղնը։ Եթե նա զգում է վիբրացիան, սեղմեք կենտրոնական ստեղնը, ապա աջ ստեղնը, տվյալները պահպանելու համար։ Գլխավոր մենյու վերադառնալու համար սեղմած պահեք ձախ ստեղնը։ Մոնոֆիլամենտային թեստավորում։ Սկսելու համար սեղմեք վերին ստեղնը։ Կան 3 տեսակի մոնոֆիլամենտներ։ Կան աջ, որով կարող եք գրանցել մինչև 10 գրամ ճնշում։ Կա բույդ, որով կարող եք գրանցել մինչև 25 գրամ ճնշում։ Կարմիր, որով կարող եք գրանցել մինչև 50 գրամ ճնշում։ Սկսեք յուրաքանչյուր փորձարկման կետը 10 գրամ մոնոֆիլամենտով ճնշում գործադրելով։ Այն նրբորեն դրեք սարքի համապատասխան վայրում։ Մի պտտեք կամ չափազանց ուժեղ մի սեղմեք մոնոֆիլամենտը։ Մոնոֆիլամենտը բուժառուի ոտնաթաթին դիպելուց հետո գծապատկերը կփոխվի։ Սեղմելով կենտրոնական ստեղնը, կտեսնեք, թե բուժառուն որքան գրամ ճնշման ներքո է զգում հպումը։ Այնուհետև սեղմեք աջ ստեղնը, տվյալը պահպանելու համար։ Եթե բուժառուն չի զգում հպումը, սեղմեք կենտրոնական ստեղնը, ապա ձախ ստեղնը։ Փոխարինեք 25 գրամ մոնոֆիլամենտով և կրկնեք թեստը նույն թեստային կետում։ Եթե բուժառուն դեռ չի զգում հպումը, փոխարինեք 50 գրամ մոնոֆիլամենտով և կրկնեք թեստը։
Գլխավոր մենյու վերադառնալու համար սեղմած պահեք ձախ ստեղնը։ Սառը զգալու ունակության թեստավորում։ Սկսելու համար սեղմեք ձախ ստեղնը։ Ձախ կողմում կարող եք տեսնել թեստային կետի թիվը, իսկ աջ կողմում ջերմաստիճանի 2 ցուցանիշ։ Էկրանի կենտրոնում ցուցադրված ջերմաստիճանը ցույց է տալիս մետաղի ջերմաստիճանը, իսկ ներքևում ցուցադրված ջերմաստիճանը ցույց է տալիս սենյակային ջերմաստիճանը, որով կարող եք կարգավորել մետաղի սառնության աստիճանը։ Մետաղը հպում ենք թեստային կետին 3-ից 5 վայրկյան։ Բուժառում պետք է զգա անգամ նվազագույն սառնությունը։ Եթե նա կարողանում է զգալ սառնությունը, սեղմեք կենտրոնական ստեղնը, ապա աջ ստեղնը, տվյալները պահպանելու համար։ Եթե բուժառուն չի զգում սառնություն, ապա իջեցրեք ջերմաստիճանը և կրկնեք թեստը։ Աստղանիշը ցույց է տալիս, որ տվյալները պահպանվել են տվյալ փորձարկման մեջ։ Ստուգեք բոլոր կետերը, որպեսզի համոզվեք, որ կետերից ոչ մեկը բաց չի թողնվել։ Գլխավոր մենյու վերադառնալու համար սեղմած պահեք ձախ ստեղնը։ Թեստավորման արդյունքները ստանալու համար սարքը անջատեք, փոխարկելով հոսանքի ստեղնը դեպի ձախ։ Ներբեռնեք NeuroTouch հավելվածը Play Store-ից կամ App Store-ից։ Բացեք հավելվածը, միացրեք բոլոր թույլտվությունները։ Մուտքագրեք օգտատիրոջ տվյալները, միացրեք Bluetooth-ը և Location-ը հավելվածի համար։ Միացրեք սարքը, փոխարկելով հոսանքի ստեղնը դեպի աջ։ Ընտրեք տվյալ սարքի սերիական համարը, որը կարող եք գտնել սարքի ստորին հատվածում։ NeuroTouch-ը պատրաստ է տվյալներ փոխանցելու համար։ Սարքի կենտրոնական ստեղնը սեղմած պահեք, այնուհետև սեղմեք աջ ստեղնը, ընտրելով Send Data կոճակը, որից հետո կհայտնվի երկու տարբերակ։ Սեղմեք Upload Patient Details կոճակը։ Նշեք թեստավորումը անցկացրած բժշկին։ Այնուհետև լրացրեք կարմիրով նշված բոլոր պարտադիր դաշտերը։ Լրացրեք սենյակային ջերմաստիճանը Ambient Temperature դաշտում և սեղմեք Submit կոճակը։ View PDF Report կոճակը սեղմելով կարող եք տեսնել թեստավորման արդյունքները։ Սեղմելով Send Data to Server կոճակը թեստավորման արդյունքները կներբեռնվեն սերվեր։ Reports NeuroTouch Քո կայքում մուտքագրվելուց հետո ձախ հատվածում կարող եք սեղմել Tests կոճակը և տեսնել թեստավորում անցած բուժառուների ցանկը։ Սեղմելով բուժառուի Test Head-ի կոճակը կարող եք տեսնել թեստավորման արդյունքները։ Տեսանյութը թարգմանվել է Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի կողմից։ Շնորհակալություն ուշադրության համար։